Պարոն Շահսավարյան, իսկ ինչպես է գնահատում այս կառավարության որոշումը, որ 2017 թվականից յուրաքանչյուր քաղաքացի ամսական այդ 1000 դրամ փոխանցումները պետք է անի հիմնադրամին, որը ուղղվելու է իբրև թե զինծառայողների ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին, սա համարժեք է գնահատում արդյոք այս մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմաններում քաղաքացիների այս իրավիճակում եւ մյուս կողմից էլ տեսնելով այն օլիգարխիան, այն բիզնեսմենին, որոնք միլիարդներ ունեն, միլիարդներ, միլիոններ են կուտակել մեր երկրում։ Այս հարցի պատասխանը տալու համար ես մի քանի տարի հետ գնամ, երբ որ 95 թվականին ես բանակից գործուղվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հանդիպումներ էի անցկացնում։ Ու բնականաբար միլիոնատերեր, բաներ շատ հանդիպեցի ու բոլորը խոսում էին, ես այն վաղ առաջարկ արեցի, ասի լսեք, $1 ինչ է ձեզ համար, մի քիչ էլ վիրավորվեցին, ասի ուրեմն եկեք այսպեսի մի ակցիա անենք, դուք ստեղծեք մի հատ մեծ խորհուրդ, ամիսը $1 ամեն մեկը դրեք եւ դուք էլ տնօրինեք այդ։ Մի միլիոն ամերիկացի կակ, հայ կակ չէ Ամերիկայում, այդ դեռ 95 թվականն էր։ Ասեցին ինչ եք ասում, մենք ասում եմ ավելին պետք չի։ Սա սիմվոլիկ բան է։ Հիմա այսօրվա քայլը նույն ձևի եմ գնահատում։ Օլիգարխը ստեղ կապ չունի, թող օլիգարխները 100,000 տան, 1 միլիոն տան եւ անգամ պարտադրեն նրանց որ տան։ Բայց այդ սիմվոլիկ 1000 դրամը ոչ մեկից ոչ աղքատացնում է, ոչ բան։ Լավ եմ գնահատում, եթե դա ճիշտ օգտագործվի։ Եթե ճիշտ նպատակին պիտի գնա, ճիշտ մարդիկ պիտի կանգնած դրա լինեն դրա գլխին։ Ամեն ամիս պիտի հաշվետվություն տան, բաց հաշվետվություն, այ հավաքվել անունները պիտի գրվի, որ այս մարդիկ տվել են 1000 դրամ։ Այս գումարված 10,000 դրամին առել ենք այսինչ բանը կամ տվել ենք այսինչ մարդուն, այսինչ մարդն էլ ասի որ հա ես այդ ստացել եմ։ Այն ժամանակ նորմալ եմ գնահատում ու շատ լավ։ Իսկ այն մարդիկ ովքեր շատ ունեն, ասենք իմ աշխատավարձը բար աշխատավարձը թող ես 1000 դրամից ավել վճարեմ։ 10,000 ու գրեն որ Սեյրանը տվեց 1000 դրամ, մյուսը տվեց 10,000 դրամ, այն մյուսը 100,000 դրամ։ Բայց կարևորը որ նպատակային օգտագործվի եւ չստացվի ու խոսակցություններ չսկսվեն այն մասին, որ դες էլի հավաքեցին, էլի գնաց սրա գրպանը, նրա գրպանը։ Եթե ճիշտ է օգտագործվում, ճիշտ տեղին է, ուրեմն նորմալ է։ Եթե ճիշտ չպետք է օգտագործվի, որ շատ վատ բան է լինելու։ Ինչպես է գնահատում կառավարության այդ որոշումը, որ 2017 թվականի հունվարից պետք է յուրաքանչյուր քաղաքացի 1000 դրամ պարտադիր փոխանցի զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, սա համարժեք է գտնում արդյոք, ինչու պետք է այդպես լինի։ Ես բնավ համարժեք դա չեմ գտնում, որովհետև մենք այնքան միլիոնատերեր ունենք այստեղ ու միլիարդատերեր, որ մեր բանակին իրենք կարող են տեր կանգնել։ Այսօր մենք ունենք ընտանիքներ, ովքեր այդ 1000 դրամի կարոտ են։ Նրանց ընտանիքները այդ 1000 դրամը իրենց համար դա մի մեծ գումար է, իսկ ով ցանկանում է բանակին օգնել, բնավ չի նայի այդ հրամանին, որ ստանա 1000 դրամը վազի տա բանակին։ Բանակին օգնողները կօգնեն, բայց էլի է օգնում այդ անվիճակից զուրկ խավը, բայց չէ որ մենք միլիարդատերեր ունենք, ովքեր պատերազմից հետո են հարստացել, ինչու չեն օգնում բանակին։ Որ բանակը այդ խեղճ ու կրակ ժողովրդի 1000 դրամով պիտի գոյատևի կամ, չգիտեմ, գումար ունենա հաշմանդամներին օգնելու համար։ Հետո չի կարելի ասենք տարբերություն դնել ապրիլյան հաշմանդամները, բա մենք որ 25 տարի առաջ ենք հաշմանդամ դարձել վերջ, հա, մենք արդեն այդ երկրի այդ հաշմանդամը չենք, այդ բանակի հաշմանդամը չենք, այդ երկրի հաշմանդամը չենք, այդ երկրի համար չենք մենք հաշմանդամ դարձել, բա մեր մասին ով պիտի մտածի։ Ամբողջ հայությունը պետք է դրան մասնակցի, ոչ միայն Հայաստանում բնակվող, այլ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայությունը բնականաբար այդ հիմնադրամի մասնակցություն պետք է ունենա։ Իսկ այդ դեպքում պետական գումարները ինչ նպատակով պետք է ծառայեն։ Վստահություն կա, որ այս գումարները պետք է հիրավի զինվորներին ուղղվեն։ Նմանատիպ հարցերին ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես իրավասու չեմ այդ գործառույթներին եւ ընկալելու, եւ մասնակցելու։ Լավ, դուք փոխանցումներ անելու եք ամեն ամիս։ Ես միշտ եմ փոխանցումներ անում, ոչ միայն ես, այլ նաեւ իմ մարտական ընկերները, հանեցեք։ Պետրոսը, Ավոն, մյուսը,
Սուքյասը, Նարեկը, Եփրեմը Ամերիկայից բոլորը Հազարական դրամներ եք փոխանցել։ հազարականի մասին խոսքի ես չգիտեմ, տեղյակ չեմ։